Գիտեք, ես չի ուզի վերջին դեպքերը մեկնաբանել Բուդաղյանների փաստաբանի կարգավիճակով, որովհետև Բուդաղյանները իրենց գործի հետագա ընթացքը տեսնում են անկախ այս հաջորդող գործերից։ Մենք մեր գործը լավ ենք պատկերացնում, հենց այն վերաբերվում է 2013 թվականի հունիսի 1-ի իրադարձություններին եւ հետագա իրադարձությունները մեզ համար իհարկե ինչ որտեղ կանխատեսելի էին, նկատի ունեմ ամսի 12-ի դեպքը, երբ որ Սյունիքում տեղի ունեցավ այդ երկու երիտասարդի ծեծը, ինչ որտեղ մեզ համար կանխատեսելի էր։ Կանխատեսելի էր ոչ թե այն առումով, որ ծեծին մասնակցել է Տիգրան Խաչատրյանը, կանխատեսելի էր այն առումով, որ այդ անպատժելիության մթնոլորտը ստեղծում է պարարտ հող նման դեպքերի համար։ Իսկ այն որ 13 թվականի հունիսի 1-ից գործում է մի հատ ասենց անպատժելիության կանխավարկած որոշ մարդկանց նկատմամբ, դա մենք բոլորս տեսնում ենք։ Անմեղության կանխավարկածը ցավոք փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով այդ անձանց նկատմամբ եւ դրա հետևանքները մենք դեռ երկար կզգանք եւ ես վատ կանխատեսումներ ունեմ, որ մենք հաճախ ենք տեսնելու նման դեպքեր, հատկապես Սյունիքում, եթե մարդիկ չտեսնեն ու չհամոզվեն, որ արդարադատությունը կարող է կայանալ, չտեսնեն, որ մեղավորները անխուսափելիորեն ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի, Տիգրան Խաչատրյանի, Զարզան Նիկողոսյանի հետ կապված 2013 թվականի հունիսի 1-ի դեպքին։ Այսօր ներկա պահին գործը այդ դեպքի հետ կապված գործերը քննվում են 3 տարբերացիաներում, 3 տարբեր մարմիններում, այսպես ասենք։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի մեղադրանքով քրեական գործը, Առափկիր եւ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեր բողոքների հիման վրա գործ եւ եվրոպական դատարանում արդեն քարտուղարությունում գրանցվել է, մեզ էլ այդ մասին ծանուցվել է, մեր գանգատն է ընթացքի մեջ այս իրադարձությունների հետ կապված։ Այս 3 ուղղություններով մենք հիմա աշխատում ենք։ Եթե երևի շատերը տեղյակ եք, իսկ ով էլ տեղյակ չի, կրկնեմ, բազմաթիվ նոր խախտումներ, եթե չասեմ կեղծիքներ են հայտնաբերվել այդ քրեական գործում, այդ խախտումների թե կեղծիքների կապակցությամբ դատարանը հրավիրել եւ հարցաքննել է Բուդաղյանների գործը քննած 2 քննիչներին, իսկ դուք գիտեք, որ քննիչները կարող են դատարան հրավիրվել եւ հարցաքննվել միայն այն դեպքում, եթե քննարկվում է նրանց կողմից կատարված խախտումների հարցը։ Այսինքն դատարանը արձանագրելով, որ քննիչները թույլ են տվել խախտումներ, իսկ ես ավելի հակված եմ մտածել, որ դրանք ոչ միայն խախտումներ են, այլ նաեւ կեղծիքներ։ Դատարանն հրավիրել այդ քննիչներին պարզաբանումներ ստանալու համար, բայց պարզաբանումներ ստանալու փոխարեն մենք կարծում եմ ավելի խճճվեցինք նրանց իրարամերժ տարօրինակ, երբեմն նաեւ զավեշտալի ցուցմունքների շնորհիվ։ Նաեւ գիտեք, որ ազգային անվտանգության ծառայությունը ստացած էր եղել դեռ 2013 թվականի հունիսի 14-ին ստացած էր եղել դատարանի որոշում Բուդաղյանների գործով, այդ որոշման հիման վրա ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր էր գաղտնալսել եւ ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի 3 մերձավորների հեռախոսահամարներից կատարված եւ հեռախոսահամարներին կատարված հեռախոսազանգերը, զանգերի բովանդակություն, հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը 30 օրվա ընթացքում սկսած հունիսի 14-ից։ Եվ հետագայում այդ նյութը քրեական գործից անհայտացել էր, փոխարենը քրեական գործի մեջ էր հայտնվել գործը քննող քննիչի կողմից կազմված 3-4 տողանոց տեղեկանք, իբր ազգային անվտանգության ծառայությունում իրեն բանավոր հայտարարել են, որ
տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել կատարել լսումը եւ ձայնագրությունը, ինչը եւս մեկ կեղծիք է, ես դրանում համոզված եմ։ Սուրիկ Խաչատրյանի չէ, նրա 3 մերձավորներին նպատակը, տեսեք, երբ որ քննիչը դիմում է դատարան գաղտնալսման թույլտվություն ստանալու համար, ինքը հիմնավորում է, թե ինչու է գործի համար դա անհրաժեշտ։ Քննիչը հիմնավորել է, որ գործի համար դա անհրաժեշտ է։ Դատարանն էլ համոզվելով, որ գործի համար դա անհրաժեշտ է, տվել է թույլտվություն այդ 3 հոգու հեռախոսային խոսակցությունները լսելու եւ ձայնագրելու համար։ Հիմա պարոն Կոստանյանն ասում է, գործի համար դա նշանակություն չունի։ Անտրամաբանական պատճառաբանություն է, որովհետև հենց իր ղեկավարության ժամանակ, իր դատավարական ղեկավարության ժամանակ քննիչը համարելով, որ գործի համար դա կարող է նշանակություն ունենալ, միջնորդել էր այդ գաղտնալսումների համար թույլտվություն ստանալ, դատարանն էլ համարելով, որ գործի համար դա կարող է նշանակություն ունենալ, թույլտվություն է տվել։ Հիմա պարոն Կոստանյանն ասում է, դա գործի համար նշանակություն չուներ։ Միգուցե ինքը լսել է այդ նյութը եւ հիմա ասում է, որ նշանակություն չունեն դրանք գործի համար։ Ես կարծում եմ, այդ նյութը իրականում եղել է, հետո գործից հանվել է։ Եվ եթե ինքը ես համարձակվեմ ասել, որ եթե այդ նյութը իրականում գործի համար նշանակություն չունենար, կարիք չէր լինի դա կեղծիքների միջոցով գործից հանել։ Հենց ինքը կեղծիքների միջոցով գործից հանվել է ուղիղ այն պատճառով, որտեղ այդտեղ տեղեկություններ են եղել հավանաբար խոսակցությունների ժամանակ այդ դեպքը քննարկվելուց, այնպիսի տեղեկություններ են փոխանակվել խոսացողների միջև, որ հետագայում երբ որ արդեն որոշված է եղել գործը կոծկել, այդ կրիչը արդեն խանգարել է։ Միգուցե այնպիսի մարդկանց անուններ են հնչել, որոնք որ մենք չպետք է իմանայինք։ Համենայն դեպս պարոն Կոստանյանը, երբ որ հայտարարում է, որ այդ կրիչը նշանակություն չէր կարող ունենալ գործի համար, ինքը իրեն թույլ է տալիս ոչ միայն իր քննիչի միջնորդությունը կասկածի տակն է, չէ՞ քննիչն է, չէ՞ համարել, որ կարիք կար դրա, այլ նաև դատարանի որոշումն է դնում կասկածի տակ, չէ՞ որ դատարանն է համարել, որ գործի համար նշանակություն ուներ։ Ազատ ռադիոկայան։ Անարմեն, դուք ասացիք քննիչներին են հրավիրել, կասեք անունները եւ ինչ պաշտոններ են։ Քննիչ Մինասյան անունը վախենում եմ չհիշեմ, նա Գորիսի ոստիկանության քննիչ էր եւ բնականաբար այս ամեն ինչից հետո դարձավ դատախազ։ Ասում են բնականաբար, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր որ հատկապես աչքի են ընկել խախտումներով, նրանք բոլորը ստացել են պաշտոնի բարձրացում։ Սկսած հիմիկվա գլխավոր դատախազից վերջացրած Գորիսի քննիչ Մինասյանը։ Իսկ մյուս քննիչը։ Մյուս քննիչը Ալեքսան Ղազարյան, որը հիմա դատախազությունում բաժիններից մեկի պետն է։ Արդեն։ Դա ժամանակով ազատ արձակեց Տիգրան Խաչատրյանին։ Այո, եւ Զազան Նիկողոսյանին, այո, եւ մեղադրամ կառաջադրեց Արտակ Բուդալյանին։